Ողջույն 24-ի եթերում հետագիծն է Նարեկ Գալստյան ու այս պահին ես հյուրընկալել եմ Դաշնակցության բյուրոյի անդամ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների միության համանախագահ Մուրադ Փափազյանին։ Պարոն Փափազյան, ողջունում եմ եւ շնորհակալ եմ շատ հրավերս ընդունելու համար։ Նախ շնորհավորում եմ վերջին այսպես համագումարով ընտրվեցիք Դաշնակցության բյուրոյի անդամ։ Թեմային դեռ կանադառնանք, բայց կան ավելի այսպես ներքաղաքական եւ միջազգային օրակարգի հարցեր, որոնք կուզեի ձեր հետ քննել։ Հայաստանում կա քաղաքական հստակ տրենդ ասեմ, գիծ ասեմ, որ աշխարհում Հայաստանի իշխանությունները եւ իմ մասնավորի Նիկոլ Փաշինյանի բարեկամ մնացել է միայն Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահը, որովհետեւ մնացած բոլորը, որոնք այս կամ այն չափով աջակցում էին Փաշինյանին եվրոպական առաջնորդները, Շոլցից սկսած, Միշելով ավարտված, այսօր այլևս թոշակառուներ են, այսպես ասեմ, հա։ Հարց համար առաջին, իսկապես անձնավորված մոտեցում կա Մակրոնի կողմից Փաշինյանի նկատմամբ, ինչպես շատերը պնդում են Հայաստանում։ Երբեք Հայաստան մենք աշխատեցանք դասնյակ տարիներ, որբեսի Ֆրանսան եւ Հայաստանը բարեկամ եւ դաշնակից երկիրներ լան։ Առանձնաշնորհյալ հարաբերություններ, ինչպես սիրում են ասել Հայաստանում։ Անշուշտ, եւ դեղի ունեցավ, մենք այնքան աշխատեցանք, այնքան մոդերնացանք բոլոր նախագահներուն հետ, Ժակ Շիրակ, Նիկոլա Սարկոզի, Ֆրանսուଆ Օլանդ, Էմանուել Մակրոն, բոլոր քաղաքական գուսակցություններու հետ, գիտեք այսօր հայտադը Հայաստանը ու Արցախը միակ սուբյեկտներ են, որ միասնականության կվայելեն, միասնականության կնահատումը կվայելեն Ֆրանսիայի մեջ։ Միասնական է Ֆրանսան մեր հարցերու շուրջ։ Եվ ուրեմն մենք Մակրոնին հետ այնքան լավ են հարաբերությունները, որ հաջողեցանք այն նպատակին բարձրացիջան ուրեմն որտեքրել գաբերը Ֆրանսա-Հայաստան։ Գաբ չունի իշխանություններու հետ, ով որ լա իշխանությունը այս գաբերը դեղի կունենան։ Այսօր երեք Փաշինյանը չէր, այսօր Փաշինյանը չէ, վաղը Փաշինյանը չլար։ Այսօր Փաշինյանն է ներողություն, վաղը Փաշինյանը չլար։ Գաբ չունի, մենք աշխատենք Հայաստանի համար, pedagogiության համար, գիտենք որ իշխանությունները ուկան գերտան, բեդությունը կմնա, pedagogiությունը կմնա։ Այդ պարագայում, պարոն Փափազյան, բացատրեք ինձ եւ մեր հեռուստադիտողներին, թե ինչու Ֆրանսիան մտավ այդ ծանր բեռի տակ, երբ որ 2022 թվականին Պրահայում մեծ հաշվով եվրոպական միության այլ անդամ երկրների Շոլցի եւ Միշելի մասնակցությամբ հասավ նրան, որ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Ինչու այդ պատմական բեռը Մակրոնը վերցրեց իր վրա։ Մեկնաբանությունը դարբեր է իսկապես, ժողովեն հետո ինձ երացանեցին Ֆրանսիայի նախագահությամբ, նախագահան չէ ինքը, բայց իր ադմինիստրացիայից, այսինքն զայրացած Փաշինյանի դեմ, որ Շուլցը գար, Միշելը, Ալիևը, Փաշինյանը եւ Մակրոնը, Ալիևը շատ զորավոր, Միշելը Ալիևի հետ, Շուլցը քիչ մրջեզոք, Փաշինյանը լուր, Մակրոնը պաշտպանեց հայկական կողմը, զգաց որ Փաշինյանը բادرաստ չէր պաշտպանելու հայկական կողմը, ուրեմն զայրացած ինձի հրացանեցին, որովհետեւ դեղյակ լանք այս վիճակեն, որ հետո պատասխանատվությունը գիտենք ուր է, Փաշինյանին վրա է, ինքը այս առաքելությամբ հասած է իշխանություն, ինքը խապած է բոլորին, սուտ խոսած է բոլորին, ինքը հասած է իշխանության գլուխ, իրականության նկարացնելու համար հայկական կողմը։ Ես ճիշտ եմ հասկանում, ձերից ենթադրում եմ, որ Մակրոնը, ինչպես դուք եք ասում, դեմ է եղել այն հայտարարությանը, որով Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Մակրոնը ինքը ուզեց օգնել հայկական կողմին, Հայաստանին։ Մենք այնքան աշխատեցանք Մակրոնին, որ գիտենք ինչ է իր գարձիկը, իր գեցվածքները, իր մոդեցումները, ինքը գիտե որ մենք Արցախի պաշտպանն ենք, Արցախի հանրապետության ճանաչման պաշտպանն ենք, մենք խոսեցանք ուղղակի այս հարցի շուրջ Մակրոնին հետ, որ պետք է Ֆրանսիան ճանաչնա Արցախի հանրապետությունը։ Խորհրդարանում ինչ-որ բանաձև խորհրդարանում դեղի ունեցավ, իր պատգամավորները չխանգարեցին այդ ընթացքը,
Մակրոնի պատգամավորները Մակրոնի գուսակցությունը չխանգարեց ընդհանրակը մեր ավելի ամենազորավոր աջակիցներն էին իրենք էին մեր համասություն ազգային ժողով ուրեմն չեն գնալ ասիգա ասել ասիգա Հայաստանի իշխանություններու քաղաքականությունն է որուն դեմ ովևէ իշխանություն չի գտնարես տալ այսինքն եթե մենք առաջ կարինք այսինքն հայտարարեցինք որ թեմենք որ Արցախը հանձնվի Ադրբեջանին որ մենք դադարեցինք բլոկադան Արցախի բլոկադան դադարեցինք ուրեմն բادرազմը որ դեղի ունեցավ եւ ցեղասպանությունը որ դեղի ունեցավ 2023-ի աշնանը բայց մենք չենք լսած Հայաստանի իշխանությունները որ միջազգային աջաններու մոտ սոսեր հայդարերին երբեք SOS չրին Փաշինյանը երբեք գոչ չուղեց հանրային գարզիկին կառավարություններուն որ կապրգե Հայաստանը ու Արցախը շատ մեծ դրա փոխարեն ուրիշ բաներ հայտարարեց ասաց որ այս պայն էթնիկ զտումներ չտեղի չեն ունենում քաղաքացիական բնակչությանը վտանգ չի սպառնում ավելի այլ կողմից մոտեցավ արծին այդ գսեմ ուրեմն ուրիշի վրա պետք է չնետել իր բادرասխանատվությունը Գիտեք ուրիշի վրա չեն նետում ուղղակի քանի որ Ֆրանսիայի նկատմամբ իսկապես Հայաստանում շատ դրական վերաբերմունք կա երբ որ մեկին շատ է սիրում նաև պահանջմունքներն ու ակնկալիքներն են շատ լինում չէ ու տեղ-տեղ զարմանում ես թե ինչու էսպես տեղի ունեցավ շատ առավել զարմանալի էր Ֆրանսիայի գործող դեսպանի այսօրվա հայտարարությունն այն որ Արցախը ճանաչվել է Ադրբեջանի կազմում Ալմատիի հռչակագրով Հիմա ֆիքսենք, որ այդ Ալմատիի հռչակագրում հայկական կողմը 90-ականների իշխանությունը միացել էր Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի հատուկ պրիմ է նշված այնտեղ, որ մենք միանում ենք Ալմատիին, բայց չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը եւ այլն։ Ինչու ըստ ձեզ Ֆրանսիայի դեսպանը մտավ այս ներքաղաքական օրակարգի մեջ եւ կրկին փորձեց պաշտպանել օրվա իշխանություններին։ Ունեցա այս խոսակցությունը իրեն հետ։ Դեսպանի հետ։ Անշուշտ, շատ մոդ ենք եւ գուզեմ ասել, որ ինքը իսկապես պրո-հայկական է։ Ինքը իսկապես, այսինքն ինքը գտարդմանը իշխանություններու քաղաքականությունը Հայաստանի մեջ։ Ֆրանսիայի իշխանություններով։ Անշուշտ, Ֆրանսիայի իշխանությունը իր կորզն է, չէ, իր արարքությունն է, ադե։ Ուրեմն ինքը երբ որ խոսեցա այդ մասին իրեն հետ, այսինքն սկացի որ դժվարություններ ուներ, ինքը ուզեց ինքը սավ ինձի կանի մպաներ, սավ որ Ֆրանսան միշտ պաշտպանած է Հայաստանը բادرազմի ընթացքին եւ Արցախի վերադարձի տադը Արցախցիներուն վերադարձի իրավունքը միջազգային օրեն, այսինքն միջազգային պաշտպանողության կոնտեքստի մեջ։ Ինքը ճիշտ է որ Ֆրանսան նույն օրը պաշտոնապես քրավոր արտաքին գործոս նախարարուին այդ ժամանակ Ֆրանսային քրած էր, բանջած էր, որ արցախցիները կարողանան վայելել իրենց իրավունքը վերադառնալու Արցախ ապահովական անշուշտ իրենց գարանտիներով այո գարանտիներով այո ասիգա ուրեմն ասիգա գրկնեց ինձի եւ ինքը պեգանեց այդ իրականությունը որ Մակրոնը կաչալերեց Փաշինյանին որ Փաշինյանը ճանչնա որ Արցախը մաս կգազմի Ադրբեջանին որ իրականությունը չէ եւ ես ալ գրնամ հաստատել ասիգա մյուս հարսի շուրջ Ալմատիի դեկլարացիա գկաչալերեմ որ հրավիրեք իրեն հարցրազրույցի որովհետև ես չեմ իր բամպերը եւ չեմ ուզեր քննադատել իրեն որովհետև գիտեմ որ ինքը իսկապես պրո Հայաստան եւ պրո Արցախ հանձնավորություն մնե գնալալ սխալվեցավ այս ուղությամբ բայց չեմ ուզեր ես կուզեմ ինքը խոսի այդ մասին ինքը խոսի այդ Սիրով ես օրինակ կոնկրետ կարում եմ մեր ստուդիայում եթե պարոն դեսպանը ժամանակ եւ այսպես պատեհություն գտնի լավ Դրա հետ մեկտեղ այսօր այս պահին Բաքվում ընթանում են մեր գերիների դատավարությունները կամ դատավարություն չի սա ֆարսը որպես այդպիսին քիչ առաջ ի դեպ Արցախի ազգային ժողովի նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը մեզ տրամադրեց Ֆրանսիայի 30 քանի սենատորների հայտարարությունը ուղղված Ռուբեն Վարդանյանին, Ազատություն Ռուբեն Վարդանյանի մնացած գերիների, բայց Ռուբեն Վարդանյանի հարցը մի քիչ ավելի սուր դրված հաշվի առնելով հացադուլը որի մեջ ինքը այս պահին գտնվում է
Եթե օբյեկտիվորեն խնդրին դիտարկենք Ֆրանսան եւ ընդհանրապես Եվրոպական միությունը որպես այդպեսին կարող է այս հարցում որևիցե ազդեցություն կամ ճնշում ունենալ Ադրբեջանի վրա, որպեսզի այս ֆարսը ինչ որ ժամանակ հետո գոնե ավարտվի։ Գիտեք, որ Ֆրանսիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները շատ վատ են Արցախի հարցով եւ Հայաստանի հարցով։ Վատ են, որովհետեւ ծաղալու է, բայց Հայաստանի հարաբերությունների իշխանությունները այդքան վատ չեն, ինչքան Ֆրանսիայի եւ Ադրբեջանի։ Խոսենք այդ մասին, գնանք խոսել այդ մասին, բայց որովհետեւ հարցումը Ֆրանսիայի մասին է, որ մենք այնքան թրագան ծևով ջնջեցինք, այնքան աշխատանք դարինք Ֆրանսիայի դարբեր կառավարություններու մոտ, նախագահներու մոտ, բոլոր քաղաքական ուժերու մոտ, որ մեր քաղաքականությունը հասկացան, գզորակցին եւ անշուշտ ուրեմն դժվար հարաբերություններ ունին Ադրբեջանի հետ, դժվար հարաբերություններ ունին նաեւ Թուրքիո հետ, որովհետեւ թե Թուրքիան թե Ադրբեջանը գտադաբարդեն սփյուռքի աշխատանքները, սփյուռքի աստեցությունը հայտարարի գծով, Հայաստանի եւ Արցախի պաշտպանության գծով գտադաբարդեն ուրեմն անշուշտ որ թեր գխաղա Ֆրանսիան այս ուղղությամբ նախաձեռնություններ առնված են անշուշտ ես չեմ գնար դրսևորել հոս եւ պետք է հասկանաք Ադրբեջանի բարեկամ երկիրներու մոտ եւ հաստատություններու մոտ այսինքն որովհետեւ բարեկամ երկիրներ կամ բարեկամ հաստատություններ կգնան թրագան ծևով ջնջել եւ արդյունքի հասնել ռազմակիրիներու հարցով մենք շատ մտահոգ ենք ռազմակիրիներու հարցով շատ մտահոգ ենք Ռուբեն Վարդանյանի հարցով որովհետեւ գնա մահանալ այսինքն եթե շարունակե իր հացատուլը գնա մահանալ բանդի մեջ բայց մենք չենք հասկանար Հայաստանի իշխանություններու գեսվածքը այս ուղղությամբ որ չեն նկատել իբրև առաջնահերթություն ռազմակիրիների հարցը ասում են լուր ենք աշխատում ըսին նաև որ չեն նկատել իբրև առաջնահերթություն այդ հարցը այսինքն եթե տուն չստներ իբրև Հայաստան իբրև պայման ռազմակիրիներու ազատ հարցակմանը եթե տուն չես աշխատիր միջազգային դարբեր աջաններու մեջ մոտ կառավարություններու մոտ եթե չես ներ իբրև առաջնահերթություն մենք կսպասենք օդար ուժերեն որոնեն մենք այսինքն սփյուռքը կամ Հայաստանի մեջ այդ ուժերը որ ունեն աշխատենք մենք միայն իրենք պետք է պաշտպանեն ռազմակիրիների ազատ արձակումը միայն մենք պետք է պաշտպանենք արցախցիներու իրավունքը վերադարձի կամ Արցախի ազատագրումը միայն մենք պետք է պաշտպանենք այսինքն մենք այս բայկարներու մեջ չենք վայելեր ունենք այսինքն ճշտամությունը Թուրքիո եւ Ադրբեջանին եւ այսօր չենք վայելեր Հայաստանի կառավարության զորակցությունը Հայաստանի կառավարությունը իր խոսքում իր քայլերում հստակ ցույց է տալիս Այդ գուզեմ ես քիչ առաջ երբ որ գսեի որ Նիկոլ Փաշինյանը գավառակելության դգարացնելու հայկական կողմը չեմ չափազանցներ պաստերը հոսեն այսօր Արցախի հարցով պաստմանը Հայաստանի չեմ կերել ինչքան 100 կիլոմետր քարե օկուպացված է Ադրբեջանի կողմը դու գլսեք Փաշինյանը որ Գեստագո բորագո գանշե գաշխանի որբեսի սահմանազատման հետևանքով խաղաղ ճանապարհով լուծվելու է այդ խնդիրը երբ որ սահմանազատումը ավարտվի դելիմիտացիոնը ավարտվի դրանից հետո բայց մենք գիտենք որ սահմանազատման հարցը իննբաս Ադրբեջանի բիդելա գիտեք ինչու որտեւ երբ որ Դավուշի հարցը տեղի ունեցավ եւ Փաշինյանը հայտարարեց որ եթե չենք զիջեր բادرազմ կստանանք բաժար չկա որ մյուս Տամասներու մասին չզիջե նույն բաժարապանությամբ որ եթե չզիջենք բادرազմ կստանանք այսինքն ինքը չի դաներ այդ աշխատանքը միջազգայինորեն կամ ներազգայինորեն որովհետեւ պաշտպանվի Հայաստանը ընդհանրակը ցեղասպանության հարցով երբ որ ինքը հարցականի դա գտնի ցեղասպանությունը գուժեղացնե կամ գդգարացնե հայկական կողմը երբ որ ինքը գործե բարակդել հայկական սփյուռքը
գդգարացնե կամ գուժեղացնե հայկական գողմը այդ գուզեմեսել ունին զորավոր տշնամիներ եւ այսօր չենք վայելեր Հայաստանի ղարավարության զորակցություն ընդհանրակը այսինքն իրենք շատ ավելի մոդեն Ադրբեջանի եւ Թուրքիո թեզերուն կան սփյուռքի թեզերուն Սփյուռքի թեզերը այս տարիների ընթացքում շտապեց շատ էմոցիոնալ եւ տեղ-տեղ թույլ տվեք այդ գնահատականը տալ ծայրահեղ են եղել որը ոչ թե ես դա ասում եմ որպես քննադատական խոսք, այլ որպես նորմալ, որովհետև սփյուռքը ցեղասպանության ուղիղ հետևանքն է, ուստի այնտեղ խոսքը Հայաստանի ժողովրդի գեսը նույնպես ցեղասպանության հետևանքն է, բայց բարձ է սփյուռքում իրավիճակը մի քիչ այլ է, Հայաստանը Թուրքիայի հետ սահման-սահմանի ապրում է։ Ես շատ լավ հիշում եմ 2008 թվականի հայ-թուրքական պրոտոկոլները, հիշում եմ նաև, երբ որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Ֆրանսա, այնտեղ ձեզ եմ հիշում, երբ որ ինքը պրոտոկոլից Մուրադ կարծեմ հենց ուղիղ դիմելով ձեզ, ու ակցիաներ էին տեղի ունենում, ոստիկանության հետ խառնաշփոթ տեղի ունեցավ։ Տեսեք, այն ժամանակ Հայաստանը գնում էր Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը, ընդ որում ասեմ, որ դա տեղի չունեցավ նաև թուրքական պատճառով, այսպես նախապայմանների պատճառով։ Այն ժամանակ, երբ որ մեր զինվորները կանգնած էին Արաքսի ափին, երբ որ Արցախը հայկականն էր, ու մենք այդտեղ, այսպես ասենք, պարտվողի դերակատարության մեջ չէինք, բայց Սփյուռքի ակտիվ հատվածի կողմից շատ հստակ հակազդեցություն ստացավ Լիբանան ցույցերը, Ֆրանսա ցույցեր, Լոս Անջելես ցույցեր, այսօր Արցախ չկա։ Հիմա ռետրոսպեկտիվ ասում եմ։ Ես եւ երևի թե ինպես շատերը բացի քաղաքական հայտարարություններից եւ մի քանի անձանց այսպես դերակատարությունից Սփյուռքում բավական ակտիվ այդ մասսայական պրոտեստը Արցախի անկման հետ կապված այլևս չենք տեսնում։ Կարծես թե Սփյուռքն է մտել ինչ-որ մի ճգնաժամի մեջ, ինչպես որ հայաստանյան հասարակությունն է։ Ճիշտ են արդյոք իմ դիտարկումները այս առումով։ Բախտադելը գարտեմ դերին չէ։ Այսինքն ուրեմն հայ-թուրքական հարաբերություններու ձորակիրը, որ ուզես պաշտպանել Սերժ Սարգսյանը շոշաբդուր գազագերբելու Սփյուռքի մեջ, ունեցավ իր բացասական անդրադարձը, որովհետև մենք թեմ չենք Թուրքիայի հետ հարաբերություններուն, բայց պետք է պատրաստվենք, որովհետև եթե նախ պետք է պատրաստվենք եւ պետք է առանց նախապայմանի դերի ունենան։ Դա առանց նախապայմանի էր։ Ոչ, առանց նախապայմանի չէ Թուրքիո կողմը։ Ամենայն դեպս Հայաստանի կողմը այո, առանց նախապայմանի։ Հայկական կողմը չընդունեց թերքական նախապայմանները, դրա համար տեղի չունեցավ պրոտոկոլները։ Ոչ, գային հարցեր, որ ենթատեքստի մեջ, այսինքն գային հարցեր, որ պետք է զիջել ցեղասպանության հարցով եւ նաեւ Արցախի հարցով պետք է ուրեմն համաձայնվել Ադրբեջանի հետ։ Ենթատեքստի մեջ, չեմ ասել տեքստի մեջ գրված էր, բայց ենթատեքստի մեջ կար։ Երբ որ ինքը եկավ ուրեմն բացադրելու համար Սփյուռքը ուրեմն անդրադարձ ունեցավ, որովհետև գիտեինք, որ ստորագրումը արագ դեղի պիտի ունենար, արագ դեղի ունեցավ Զվիցերիո մեջ։ Ուրեմն մենք ցույց տվինք, որ մենք թեմ ենք, որ այդպիսի process-ով այնքան արագ եւ առանց Սփյուռքի մասնակցությամբ դեղի ունենա, որովհետև ինչպես որ ասիկ մենք այսինքն ցեղասպանություն են գուկանք բոլորս եւ պետք է նաեւ Սփյուռքի գարձիկը լսել եւ համագերվել Սփյուռքի գարձիկի հետ ուրեմն ինքը ասենք քաչություն ունեցավ կալ մեր արչեւ եւ դեսավ որ բոլորին թեմենք այս անգամ ես գազմագերբեցի ցույց իր թեմը որու թեմ Սերժի թեմ Սարգսյան որովհետև ուզեմ ասել, որ Նիկոլ Փաշինյանը ինձ աշկիլեց մուտքս Հայաստան, բաժարը, որ դրսևորեց Էմանուել Մակրոնին արչև ամոթ էր։ Ես քեզի աշկիլեցի Հայաստան մուտքդ, որովհետև ցույց գազմագերբեցի։ Ես ուզում եմ դրան հասնեմ, հստակ հասնեմ։ Այո, գուկան։ Բայց ես ցույց չի գազմագերբեցի Նիկոլի թեմ, բայց ցույց գազմագերբեցի Սերժի թեմ։ Եվ ես գովարեի ցույցը։ Բայց Սերժը Սարգսյանը չաշկիլեց ինձ մուտքս Հայաստան։ Որ պաստորեն ես գազմագերբած էի ցույցը։ Ուրեմն գուզեմ ասել, որ երբ որ հասնենք այդ անկրվանին, որ Հայաստանի ղարավարությունը ստորագրելու մոդենա Թուրքիոյի հետ, Սփյուռքը ոտքի գուկա։ Անխուսափելիորեն ոտքի գուկա։
Պարոն Փափազյան, Սպյուրքի մի մասը, որը միշտ գա մի քիչ լավատեսական չի ձեր գնահատականները։ Սպյուրքի մի մասը, որտեղ գա մասը, որ այդ ժամանակ 2008-9-ին համաձայն էր արձանագրություններու հետ հայ-թուրքական գա մասը կարևոր մասը այսօր գլա կարևոր մասը որ համաձայն գլա նաև ես անպայման անդրադառնալու եմ ձեր մուտքի արգելքին, բայց մինչև այդ, հա, դուք ասում եք, որ Սփյուռքի կարծիքը պետք է Հայաստանը հարցնի հայ-թուրքական գործընթացներին գնալուց։ Մի քիչ ինձ համար դժվար է հիմա հիմիկվա մասին խոսել, որտեղ մենք հիմա ոչ թե գնում ենք հայ-թուրքական հաշտեցման գործընթացի, այլ Հայաստանը կարծես թե գտնվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղիղ պարտադրանքի տակ բոլոր առումներով, սահմանադրություն, փոփոխություն, ռազմագերիներ եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք այս իրավիճակի մասին, բայց հանդարտ եւ իրական բան իրավիճակում Հայաստանը եւ Թուրքիան քարտեզի վրա գտնվում են երկու հատվածում ու թուրքական վտանգը ինչ որ ձև պետքա կանխել, որտեվ երբ որ դու ունես փակ սահմաններ եւ թշնամական միջավայր, այդ վտանգը, այդ դամոկլյան սուրը մշտապես քո գլխին կանգնած է։ Արդյոք դուք չեք կարծում, որ հայ-թուրքական հարաբերությունները, նորից եմ ասում, ոչ այս պայմաններում, որ մենք գտնվում ենք պարտադրանքի տակ, այլ այն պայմաններում, որ մեր մեջքը շտկված է, պետք է այդ հարցը վերջի վերջո լուծվի։ Անշուշտ պետք է լուծվի։ Մենք այսինքն ավիդենական թշնամի պիտի չլանք Թուրքիա հետ, նույնիսկ Ադրբեջանի հետ։ Անշուշտ որ պետք է երկխոսություն տեղի ունենա։ Մենք համաձայն ենք, որ երկխոսության նպատակը խաղաղ իրավիճակի պետք է հասցնի մեզի, թե Թուրքիայի հետ, թե Ադրբեջանի հետ։ Բայց մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները։ Որն է մեր իրավունքը։ Եվ մեր շահերը պետք է որ առանց նախապայմանի կրնանք սկսել երկխոսություն ուրեմն վարել Թուրքիայի հետ, բայց մենք ունենք իրավունքներ Թուրքիայի հետ as դիալոգի երկխոսության առիթով պետք է ցեղասպանության հարցի մասին խոսել, որ մենք կսպասենք, որ Թուրքիան ճանչնա հայկական ցեղասպանություն։ Ձեր կարծիքով այս իրավիճակում Թուրքիան երբևէ դրան գնա։ Ինչու՞ չէ, այո, գրնայստալ, եթե Հայաստանը եւ Սփյուռքը միասին միագամ լան այս հարցի շուրջ, իսկապես, որ գիտեն Թուրքիան, որ մենք այնքան աստեցություն ունի։ Բայց դուք նախապայման եք հիմա ասում իր մեծ հաշվով։ Չէ, գսեմ որ երկխոսության համար առանց նախապայմանի էստանք երկխոսության համար։ Բայց պետք է նաև որ Թուրքիան իմանա որ հարցեր կան, այդ հարցերը որ կբաժնեն երկու բեդությունները կամ ասենք երկու ամբողջությունները առաջին գլխավորը ցեղասպանության հարցն է։ Մենք գտնանք նաև սկսել ունենալ հարաբերություններ, ճիվանակիդական հարաբերություններ օրինակի համար իբրև առաջին քայլը, բայց անշուշտ որ այս ճիվանակիդական հարաբերությունների առիթով արագ պիտի հասնենք ցեղասպանության մասին։ Այսօր Թուրքիան գոնե այսօր այս պահին ընդհանրապես աշխարհակարգի փոփոխության տրամաբանության մեջ դարձել է ռեգիոնալ պետություն, որը ունի որոշակի անպատժելիության դոզա։ Սկսենք 20 թվականից, այսպես նախերգանքը Արցախն էր, Արցախ հետո դրանից հետո Թուրքիան խառնվեց Լիբիային, գրավեց Սիրիան, այսպես շատ կոշտ հակադարձում է Իրաքում քրդերին, Սիրիայում քրդերին։ Էրդողանը ներքին հարցերը բավական ծանր հարցով է, այսինքն թուրքական ձեռքերը ազատ են ու հիմա մտածել, որ Թուրքիան այս ամբիցիաների Թուրքիան ասենք ցեղասպանություն կընդունի կամ կհասնենք մենք այդ օրվան գոնե տեսանելի ժամանակահատվածում մի քիչ բան է թվում այսպես։ Բանակցություններու մաս պիտի կազմի այս օրագարկի վրա պետք է լա։ Ով կհաջողի, ինչպես կհաջողենք, որքան կհաջողենք, ասիկա ուրիշ հարց է, բայց պետք է մենք տնենք սեղանի վրա հարցեր, որ դժվար հարցեր են, որովհետեւ մյուս հարցերը դժվար հարցը ո՞րն է ցեղասպանության խնդիրը։ Այո, դա է հիմնական հարցը ձեզ հայ-թուրքական հարաբերությունները։ Հադուցման հարցերը նաև ցեղասպանության ճանաչումը, հադուցման հարցը։ Իսկ նաև հողային պահանջի մասին է։ Հողային պահանջը գա այսօր պատմականորեն հայ ժողովուրդը ունի հողային պահանջ։ Չեմ ասել որ առաջնահերթություն դիտելա հողային պահանջը, մաս կգազմի բանակցության։ Ինչի՞ պիտի Թուրքիան մեր հետ նստի բանակցի հողային հարցով։
Ընդհանրապես միայն հողային հարցով չէ, այսինքն գսեմ որ առաջնահերթություն կգնա չլալ այդ հարցը, բայց ընդհանուր պատետի մեջ, եթե գուզես տուն գշրել բանակցություններու մեջ, պետք է քու հարցերը տնես։ Ինքը պետք է Թուրքիայի կշիռը ունենա, միայն Թուրքիայի հարցերը տնենք, այդ հարցերը որ ինքը գուզե տնել օրագարկի վրա, միայն այդ հարցերը տնենք, տուն գշիկ չես ունենար բանակցություններու մեջ, այսինքն Գլխավոր բան մնի։ Լավ, Թուրքիային հանգիստ թողնենք այսպես։ Իհարկե, այստեղ մի քիչ բաներ, բայց այնուամենայնիվ Սփյուռքի վերաբերմունքը, իներտություն, դուք նկատում եք թե չէ։ Որոշակի անտարբերություն նկատում եք թե չէ, որտեղ նորից եմ ասում 2008-ին մենք տեսնում ենք ինչ որ հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, ինչ որ բան էին պահանջում, այսօր օրինակ թույն Շվեյցարիայում Փաշինյանը ելնում հայտարարում է ցեղասպանությունը եւ այլն, ու Սփյուռքում բացի այսպես մեկ-երկու կազմակերպություններից, որոնց կարծիքը արդեն հայտնի է եւ գետնի վրա եւ Հայաստանում, ձայն բարբառու անապատի։ Ըսի բադասխանեցի քիչ առաջ, երբ որ իսկապես մոդենա այդ բահը ուր գսկանք որ ստորակրելը Այդ հարցը միայն Թուրքիան չի, Արցախը ընկավ արձագանք չեղավ։ Մեծ հաշվով։ Այսինքն եթե ցեղասպանության հարցը մի քիչ իրացիոնալ է, զգայական է անգամ, հա, Արցախը շատ առարկայական էր, շատ առարկա, մենք գաղթ տեսանք, նորորյա ցեղասպանություն տեսանք ու ոչ տեսանք Լոս Անջելեսում, տասնյակ հազարավոր մարդկանց փողոցներում, ավելին ասեմ ձեզ, ես մի վատ բան կարող եմ ասեմ, բայց մինչև 2018 թվականը Հայաստանի դեսպանությունների դիմաց հայկական համայնքի տարբեր ներկայացումներ ավելի շատ հավաք էին անում ընդդեմ օրվա իշխանությունների Դեսպանություններուն աշխարհ Միացյալ Նահանգներում այդպես էր բանը։ Չէ, շատ ա եղել։ Միացյալ Նահանգներում շատ ա եղել։ Դեսպանադուններու արչև մենք ցույց չեն գազմագերբած, որովհետև մեր Դուք որպես դաշնակցություն կարող եք քաղաքական բաններ, մեր քաղաքական դիրքորոշումներ։ Ընդհանրապես չեն գնալ ընդհանրացնել, բայց ես հասկանամ ձեր հարցումը եւ գծավիմ, որ դժվարություն ունին պատասխանելու իրականության մեջ։ Գծավիմ անգերձ լալու համար։ Ես գուզեմ ասել, որ երբ որ հասավ 2018-ին Փաշինյանի իշխանության գլուխ գվայելեր վերիվարո միացայնությամբ զորակցությունը վերիվարո 90%-ը Հայաստանի մեջ դաշնակցությունն էլ Սփյուռքի մեջ դաշնակցություն մտավ կառավարության որովհետեւ իր մասնակցությունը պերեդեսնելով որ իսկապես ժողովրդի գամքներ այդ ժամանակ որ Նիկոլը հասնի իշխանության եւ երբ որ Նիկոլը թիմեց մեզի որ մասնակցենք իշխանության չիմերժեցինք վերջավորությամբ եւ ուզեցինք մասնակցել արագ հասկացանք ուժ գտաներ երկիրը եւ ցկեցին կառավարությունը քանի ամիս որոշած էինք ցկել դուք չեք ցկել Նիկոլ Փաշինյանը հեռացրեց այդ դեմ բայց որոշած էինք ցկել կառավարությունը նույնադեն որովհետեւ մենք համաճիկ չենք եւ այսինքն մենք գրնանք մասնակցել եթե մեր բաժինը կբերենք այնպես առաջիկայլը Փաշինյանը ձեզ դաշնակցության հեռացրեց այո գիտեմ բայց արդեն ասին որոշած էինք ինքը դուքերցեվոր վրա թեատրալ ցեվոր վրա փողոցի մեջ եւ այլն ասիգա իսկապես չի վայելեր վարչապետիմը այսինքն այդպիսի գեցվածքը որ լավ չէ այսինքն ընդհանրապես նույնիսկ բացմության համար լավ չէ եւ հետո մասնակցեցանք լուրջ ընդդիմության վարեցինք ընդդիմությունը ուզեմ ասել որ այդ ադեն ասենք վերիվարո 90% ուներ ցայներու այսօր հարցախույզները իրեն գուտան 15% Վերջինը 11%։ Վերջինը 11%։ Մեկ տարին հավանաբար 8 կամ 7%։ Մենք բնում հասկանալ թե մեկ տարվա ընթացքում Հայաստանից ինչ կմնա, պարոն Փափազյան։ Դա հասկանամ։ Դա էլ արդյոք բայկարը պետք է շարունակել, բայկարը պետք է շարունակել, պետք է ժողովրդական շարժումները երեսկսին, պետք է որ աստեցիկ քաղաքականություն ունենան իբրև ընդդիմություն, պետք է որ նաև իրավունք ունիկ եւ գրնամ ասել որ Սփյուռքը դեր չգանքնեցավ համացան գրնամելալ, բայց դեղի գունենա, որովհետև գիտենք որ կդանի երկիրը Փաշինյանը եւ ճիշտ է որ նոր աշխուժություն պետք է ցեվավորվի, պետք է գազմագերբվի, որովհետև արդեն Արցախի գորուստով արդեն դգարացանք, ինքը գուզի դգարացնել Սփյուռքը, գդգարացնել Հայաստանը Ուրեմն պետք է որ մենք պատրաստենք դարձնել Փաշինյանի էջը։ Պարոն Փափազյան, մինչև դուք պատրաստվում եք դարձնել Փաշինյանի էջը, Փաշինյանը Հայաստանը մեծ քայլերով տանում է դեպի եվրոինտեգրում։
Հիմա դուք մարդիկ, որ ապրում եք Ֆրանսիայում, մոտիկից շփվում եք ֆրանսիական կամ ընդհանրապես եվրոպական քաղաքական շրջանակների հետ։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Ակնհայտ է, որ Եվրամիությունը Հայաստանին չի պատրաստվում ընդունել Եվրամիության անդամ։ Սա ակնհայտ է, դրա մասին չեմ էլ ուզում անգամ խոսել։ Բայց դրա հետ միասին Հայաստան են գալիս եվրոպացի խորհրդարանականներ, ոչ թե գործադիրի անդամներ, պարլամենտի անդամներ, այսինքն օրենսդիր անդամներ, որոնք ասում են մենք քաջալերում ենք Հայաստանի եվրոպական ձգտումներն ու նկրտումները, Հայաստանի իշխանություններն էլ սա տիրաժավորում են, ցույց են տալիս ժողովրդին, որ Եվրոպայում իբր մեզ սպասում են։ Հարց Եվրոպական միությունում Հայաստանին այս պահին սպասող կա թե ոչ։ Ոչ, դուք ըսիք արդեն հարցումի մեջ Եվրոպան այդ չընդլայնվիր։ Հստակ է 27 երկիր կա, արդեն կնկատեն, որ շատ են եւ անհավասար երկիրներ են։ Ֆրանսիան, Գերմանիան երկուսին թե ժողովրդականով, թե տնտեսության մագարտակով, թե ուրեմն դեղի չունենար։ Բայց մենք կկաչալեր ենք, որ Հայաստանը գաբեր ունենա Եվրոմիության հետ, կկաչալեր ենք, որ տնտեսական եւ դարբեր արևտրական, զինվորական եւ ունի Ֆրանսիային հետ զինվորական հարաբերություններ։ Մենք կկաչալեր ենք, որ Հայաստանը եւ Եվրոպան զարգացնեն իրենց հարաբերությունները, անշուշտ շատ կարեւոր է ռազմավարական կարեւորություն ունի ոչ միայն Եվրոպայի մեջ։ Մենք պետք է վերականգնենք նաեւ գաբեր Ռուսաստանի հետ, պետք է որ Բասկաստանի հետ ամրապնդենք, պետք է որ Չինաստանի հետ եւ Հնդկաստանի հետ շարունակենք զարգացնել։ Մենք անվտանգային հարցեր ունենք եւ զարգացման հարցեր, եթե գուզենք խաղաղ ապակա ուրեմն պատրաստել Հայաստանի ժողովրդի համար, մենք պետք է ավելի աշխուժացնենք մեր գաբերը այդ երկիրներու հետ։ Հիմա Հայաստանի վարչապետն ասում են բալանսավորման քաղաքականություն ենք։ Բալանսավորման քաղաքականության դեմ չենք մենք։ Բայց վարում է այս բան բալանսավորման քաղաքականությունը։ Բայց գդգարացնեն նույն ադեն, այսինքն Հայաստանը գդգարացնե գնանք բոլոր նյութերու շուշ դեմ չլալ իր քաղաքականության հետ։ Բայց գլխավոր նյութերը, թեմաները, որ ռազմավարական են եւ անվտանգության գտնան, մենք թեմենք։ Արցախի հարցը մենք թեմենք անշուշտ։ Եվ թեմենք եւ գտադաբարդենք Փաշինյանը, որ չի պաշտպաներ Արցախահայության վերադարձը, ուրեմն Արցախի մեջ։ Գտադաբարդենք Փաշինյանին, որ Հայաստանի Հանրապետության ջանցված սահմաններու օկուպացման դեմ աշխարհանք չի դանի իր միջազգային աջաններու մոտ։ Գտադաբարդենք, որ ինքը, այսինքն քրեթե ուրացման քաղաքականություն կդանե ցեղասպանության հարցով։ Գտադաբարդենք, երբ որ ինքը գործի բարակդել հայկական սփյուռքը։ Գտադաբարդենք, երբ որ ընդհանրապես ինքը հայկական գողմը գդագարացնե։ Գտադաբարդենք, երբ որ գտեսնանք իր այսինքն գեցվածքը ընդհանրապես միջազգային օրեն, որ շատ թույլ գեցվածք մնե։ Գալով մի քիչ դեպի ռեգիոնալ քաղաքականություն, սրանից մի տարի առաջ Հայաստանում իրադարձություն տեղի ունեցավ, որը բավական հետաքրքիր էր վերլուծաբաններից, էքսպերտներից, փորձագետների համար, ինչպես նաև լրատվամիջոցների, Հայաստանում տեղի ունեցավ Ֆրանսիայի եւ Իրանի դեսպանների հանդիպումները, հիշեք։ Կարող ենք ասել, որ հարավային Կովկասի մեջ, այլ ոչ թե ընդհանրապես, բայց հարավային Կովկասի մեջ Ֆրանսիայի եւ Իրանի ռազմավարական շահերի ինչ որ ընդհանրություններ գոյություն ունեն։ Ես խոսեցի այդ մասին Ֆրանսիայի դեսպանին հետ։ Ես եւ հետաքրքրական էր, որ Ֆրանսիայի դեսպանը եւ Բասկաստանի դեսպանը, որ զորավոր դեսպան մնի նաեւ Բասկաստանի դեսպանը, որովհետեւ Սուրիա դեսպան էր առաջ։ Ուրեմն այդ հարաբերությունները ունենան, բայց որովհետեւ կարևորեն բոլորնալ Կովկասի հարցը եւ Հայաստանի ապական կարևորեն եւ ունին իրենց մտահոգությունները եւ իրենց շահերը։ Ասեմ Ֆրանսիայի շահերը հստակ չեն։ Հարավային Կովկասում։ Այո, հստակ չեն։ Բասկաստանը այո, որ սահման ունի։ Այո, էգզիստենցիալ է իր համար։ Այո, իրեն համար կարևոր է։ 20 միլիոն ադրբեջանցի ունի հյուսիսի վրա, ուրեմն դարբեր են։ Ֆրանսիան ինքը որոշեց մեր ճնշումով, մեր թրագամ ճնշումով իր հարաբերությունները զորացնել Հայաստանի հետ, մանավանդ զինվորական գետնի վրա։ Ասիկա հստակ է, որ
ոչ միայն զենքեր գզախե, բայց գմարզե բանակը ռազմավարական կետնի վրա։ Ֆրանսիայի բանակը գմարզե Հայաստանի բանակը։ Ես չեմ նկատել այդպես բան, բայց եւի գախնի է։ Չէ, գախնի չէ։ Տեսփանը խոսած ասած, ինտասչերակցական զորակիր գա։ Կրթական միգուցե, բայց ոչ մարզել ռազմական առումով։ Մարզել օրինակ մտամ լեռնային գրիվներու մեջ։ Այո։ Լեռնային գրիվներու մեջ Հայաստանը փորձառություն չուներ։ Թեև լեռնային երկիրն է, բայց լեռնային գրիվներու մեջ փորձառություն չուներ։ Ծովայինում էլ չուներ։ Ուրեմն եթե այդպես է։ Ասիկա 30-ն է, միակ 30-ը չէ, բայց 30-ն է, որ տասչերակցական, այսինքն ծրագիր մգա լուրջ Ֆրանսիայի բանակը գմարզե Հայաստանի բանակը։ Ինչ որ լավ է։ Շատ լավ է, շատ լավ է։ Ինչ որ շատ լավ է, միայն զենք չի զախեր։ Ուզեմ ասել, որ մոդեցումը գլոբալ է, եւ ասիկա մեր բանջկն էր։ Մեր բանջկն է։ Իսկ ոչ թե կարծում եք Փաշինյանի քաղաքականությունը, այլ ձեր բանջկը։ Չեմ գտնարսել, որ եթե Փաշինյանի քաղաքականությունն էր, բայց ես կգտեսնեմ, որ Փաշինյանը շատ շուզեր զորացնել բանակը եւ Հայաստանի ուժագանը։ Փաշինյանը մտահոգվի Հայաստանի ոստիկանության հետ։ Երբ որ մենք կտեսնենք, որ բանակը գծիկեն գերտան դեպի ոստիկանությունը, որովհետեւ ոստիկանները ավելի լավ վճարված են, քան զինվորները, կնշանակի, որ Փաշինյանը ավելի շատ կարևորություն կուտա ռեժիմը պաշտպանել, քան սահմանները պաշտպանել։ Ասիկալ նկատելի է, չէ՞։ Դրա հետ միասին, տեսեք, մենք ասում ենք, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի առանձնաշնորհյալ հարաբերությունները, Արցախի հարց եւ այլն, բայց դրա հետ մեկտեղ նկատում ենք, որ ֆրանսիական ընկերությունները Ադրբեջանում ներդրումներ են կատարում եւ այդ ներդրումները փոքր ներդրումներ չեն։ Մի կողմից Փարիզի եւ Բաքվի մեջ հարաբերությունները վատանում է, սա կարծես մեկ ձեռքն է, մյուս ձեռքով տնտեսությունը ասում է իրեն է, այսինքն ֆրանսիացիները գնում են եւ Ադրբեջանում ներդրումներ են անում։ Այստեղ ինչ բան կա, այստեղ կա քաղաքականություն, թե ոչ։ Չէ, ազատ երկիր է Ֆրանսիան եւ այսինքն գաբերը, որ կան միջազգայինորեն արևդրական գաբերը Կարդոնեն, որ երկիրի ընկերություններ ունենան հարաբերություններ ուրիշ երկիրի ընկերություններու հետ, ասիկա պետական բան չունի, այսինքն միայն սեփական արևդրական նորմալ հարաբերություններ։ Սա քաղաքականություն չփնտրենք, այսինքն, որ դիվերսիֆիկացիա, ինչպես սիրում են ասել Հայաստանում։ Չէ։ Չէ։ Գալով բանի հետ, հա, ձեր մուտքի արգելքի եւ հիմա արդեն արտոնության թույլտվման հետ։ Ըստ դուք պատմել եք լրատվամիջոցներին, որ տեղի ունեցել ձեր Փաշինյանի եւ Մակրոնի միջև զրույց, որի հետևանքով Փաշինյանը կարծես ասել է, որ դուք իմ դեմ ցույց եք կազմակերպել, դրա համար արգելված է ձեր մուտքը։ Հակառակը բացումը, որ դատական process-ով դուք կապում եք այդ զրույցի շարունակությանը, թե ոչ։ Ոչ, ես արգելվեցա հուլիս 2022-ի մտնել Հայաստան, տադեմ դվել հունվար 2024-ի շայցատադը 1 տարի եւ 6 ամիս հետո համոզվա։ Եվ քանի ամիս հետո, այո։ Փետրվարին քրեթե 1 ամիս հետո այս հանդիպումը դեղի ունեցավ։ Ես շատ էի տադաշտեն, բայց այդ հանդիպման ժամանակ իշխանությունները դեռ 24 ժամ ունեին փոխարկելու համար։ Եվ այս բահին Մակրոնը Փաշինյանին ասավ Մուրադ Պապազյանը տադը շայցավ մի փոխարկեր։ Եվ Փաշինյանը ինձ ասավ չի պիտի փոխարկեմ։ Դա այդ նույն հանդիպման մեջ է։ Նույն հանդիպման մեջ խոսեցանք 4-ով։ Դուք էիք Մակրոնը, Փաշինյանը եւ Արաթորանյանը։ Եվ Արաթորանյանը։ Այո, ուրեմն խոսեցանք, Փաշինյանը բավական նեղվեցավ խոսակցութենեն։ Ինքը սա Մակրոնին ասչէ, որ ինձ աշկիլված էր ինքը, որովհետև ցույցը գազմագերբած էի իր դեմ 1 հունիս 2021-ին Փարիզի մեջ, ինչ որ անգերձ լալու համար չեմ գազմագերբած։ Հա, դուք չեք եղել։ Ես չեմ եղել, չեմ գազմագերբած, իմ կորձս չէ այսօր այդպիսի ցույցեր գազմագերբել։ Ֆրանսիայի կենկեններ, այսինքն գազմագերբիչը։ Ընդհանրապես բաներ ցույց մներ, որ գազմագերբվեցավ երիտասարդները բաներ, այսինքն։ Այո։ Եվ ուրեմն Մակրոնին ասչէ ինքը ասել, որ ինքը արկիլեց ինձի, որ եւ ցույց գազմագերբեցի, կնշանակի, որ ազատության հարցեր գա Հայաստանի ժողովրդավարության հարցեր գա, որ ինքը գնաց եւ Մակրոնը ինձ ասավ, որ բիդերտամ խոսիմ, գնաց խոսեցավ, եթե գավ ինձ ասավ, որ իրեն ասի, որ չաշկիլի քեզի։
Հետո որ գերտային Փաշինյանը դիմացած կանգնվեց, սա որ թուն շայեցար տադդ, ասի այո, բայց դեր 24 ժամ ունիք փողոքարկելու համար եւ բարձրանեց ինձի ես ԱԱԾ-ին հիմա պիտի գաբվին, որբեսի չի փողոքարկե։ Եվ չի փողոքարկեց։ Բայց ունի ուրիշ ընկերներ, որ շահած են տադը, Մասիս Աբրամյան եւ Սյունի Աբրամյան Հոլանդայեն, որ շահած են, բայց փողոքարկեց, ունինք Ասլան Ասլանյանը Հոլանդայեն, որ աշկիլված է մուտքը, տադո ընթացքի մեջ է, իմացանք նոր, որ Նուբար Վաշտանյանը ուրեմն Հոլանդային ինքն էլ աշկիլված է։ Այսինքն բոլոր նրանք, ովքեր Հոլանդիան ցույց կազմակերպեցին, Փաշինյանը կամ մասնակցեցին։ Ամերիկայի ընկերուհի ունինք, որ ինքն էլ արևելյան Ամերիկայի, որ ինքն էլ աշկիլված է, անհասկանալի ցևով, այսինքն ժողովրդավարական հարց կա հոս, որ ինքը կարողանա այդպես իր որոշումով աշկիրել մուտքը իր դունը չէ Հայաստանը, իրեն չի պատկանիր, պետք է բաժար ունենալ, կամ գվտանքենք Հայաստանին, կամ անվտանգային հարցեր կառաջացնենք եւ այլն։ Պետք է բաժարներ, լուրջ բաժարներ ունենալ աշկիրելու համար եւ երբ որ Տադավորը հարցուս հունվար 2004-ին 24-ին 16 ամիս եղավ, որ Տադարան գոբահանչե, որ բաժար բերեք Մուրադ Փափազյանի գործով, պիտի բերեք թե ոչ, ԱԱԾ-ն բանասանեց ոչ։ Ուրեմն որոշեցին պեգանել որոշումը եւ ազատ թողնել ձեզ, որպեսզի մտնեք Հայաստան եւ այլն։ Այս անգամ Հայաստանն եկել Դաշնակցության ընդհանուր ժողովի համար, համագումարի համար եւ ընտրվել եք Դաշնակցության բյուրոյի անդամ։ Հիմա գալով ներքաղաքական իրավիճակ են, գիտեք Հայաստանում այսօր ներքաղաքական իրավիճակը բավական սրված է, նաեւ սրված է ընդդիմության մեջ տեղ ունեցած ներքաղաքական իրավիճակը։ Դաշնակցության մասնակցում Հայաստան դաշինքին եւ դիմացնի խորհրդարանական ընտրություններ։ Դուք ինչ եք դիտարկում այլևս որպես կազմակերպություն։ Ընդդիմության գործունեությունը պետք է լինի այսպես զատ, ինչպես որ հիմա է, պետք է փորձել ինչ-որ միավորում ստեղծել, պետք է փորձել գնալ ընտրությունների, չպետք է փորձել գնալ Փաշինյանի հետ ընտրություններ, ինչպեսի դիրքորոշում ունեք այս առումով։ Պետք է պայմանները ստեղծել, որովհետեւ իշխանապողությունը դեղի ունենա։ Ինչպես ընտրություններով առանց։ Պետք է ընտրություններ կան օրակարգի վրա 26-ին։ Հունիս 26-ին կան, ցնգնալ մեր ընտրությունները կան։ Մինչ այդ պետք է ստեղծել ժողովրդական մթնոլորտ, որովհետեւ Փաշինյանը շարունակվի դգարանալ եւ այլընտրանքային ուժը, այսինքն այդ հաղթի ընտրություններուն եւ ուրեմն իդ առնե Հայաստանի ղեկավարումը։ Այսինքն պետք է այս պայմանները ստեղծենք։ Մեկ տարի ունենք, մեկ տարին ավելի ժամանակ, որբեսի ընդդիմությունները, որբեսի հանձնավորությունները, որբեսի համախմբվեն ավելի, այսինքն, հա։ Կոնե երկխոսություն ունենան եւ ավելի իրար ծեծում են, քան երկխոսում են։ Պետք է գազམ་ագելվին լուրջորեն պատասխանատու օրեն, որ Դաշնակցությունն էս պոլեմիկայի մաս կազմում, հա, պարոն Փափազյան, այսինքն էս երկու նախագահների նախկին պոլեմիկայի մեջ, որովհետեւ Հայաստան դաշինքի անդամները ասում։ Մենք ուզենք, որ բոլոր ինտիմական ուժերը միավորվեն։ Ուզենք, որ ուժ ներկայացնենք։ Ոչ միայն այսօրվա ինտիմության ուժերը, բայց վաղը նաև պետք է ուժեղացնենք ինտիմությունը, պետք է ինտիմությունը ներկայացնենք այլ ընդրանքային ծրագիր, պետք է ինտիմությունը պատասխանի Հայաստանի ժողովրդի հրամայականներուն, պետքերուն, սպասածներուն, իսկապես պետք է որ Հայաստանի ժողովուրդը հույս ունենա, պետք է հույս ներշնչել եւ լուրջ ապակա պետք է ներկայացնենք իրեն։ Գիտենք, որ շատ ապակա կպատրաստի Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի համար, պետք է որ ինտիմությունը այդ առիթը օգտագործի, որպեսզի լուրջ պատասխանատու եւ խանդավառ ծրագիր ներկայացնի Հայաստանի ժողովրդի համար։ Հետո պետք է նաեւ մենք կարողանանք կարևորություն տալ ասկ հասկացողության։ Նկատել եք, չէ՞, Փաշինյանը վերջին իր այսպես կոչված գաղափարախոսական ելույթում ազգի եւ ժողովրդի միջև սեփական սահմանումներն էր տալիս, ըստ որի ազգը նրանք են, ովքեր որ ապրում են Հայաստանում, ժողովուրդը նրանք են, ովքեր ապրում են Հայաստանից դուրս։ Պայմանական դուք ժողովրդի ներկայացուցիչ եք, ես ազգի ներկայացուցիչ եմ։ Ինչ ասենք, այսինքն ամեն հայտարարության կոմենտը պիտի չնենք։ Այսինքն մենք գա 3 մաս, գա արցախայերը,
Հայաստանի ժողովուրդը, ես Սփյուռքի ժողովուրդը պետք է միանանք բոլորս։ Մենք ըսիքի ճարաճ Հայաստանը ձով չունի, բայց Սփյուռք ունի։ Պետք է որ այս երամիասնականությունը, ուրեմն երամիասնականության ուժ դանք, վերածենք ռազմավարական ուժի եւ դուրս հանենք Հայաստանը այսօրվա վտանգեն։ Այսօրվա վտանգը այսին պանտուրքիստական ուժերի ցերկի դագլա Հայաստանը եւ ժողովուրդը ձունգի բերե, որտեղ այդ իրական Հայաստանի ծրագիրը նպատակունի ժողովրդին ձունգի բերել իմիջայլոց Ֆրանսիայի տեսփանիներ ունեցա այդ խոսակցությունը, որ ինքը դադարած է, կնատած է իրական Հայաստանի գաղափարը հարցազրույցի մեջ, որտեղ ինքնալ, այսինքն Ֆրանսիան նկատի որ այդ ծրագիրը վտանգավոր է Հայաստանին համար եւ Հայաստանի ժողովրդին համար։ Պապազյան, վերջին հարցը վերանալով ներքաղաքական եւ հայկական օրակարգից մենք տեսնում ենք, որ աշխարհում այսպայն տեկտոնական փոփոխություններ են տեղի ունենում։ ՄԱԿ-ում տեղի ունեցավ մի քվեարկություն UN-ում, որ այսպես ոչ մեկ չէր կարող սպասել, երբ որ Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները միասին դեմ քվեարկեցին եւ ասենք Եվրոպական միությունը այլ եւ այլն եւ այլն։ Հիմա այս գործընթացի մեջ, մանավանդ ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման մեջ բավական ակտիվ դերակատարություն է ստանձնել Մակրոնը հակառակ տրամաբանությունից ելնելով, այսինքն կարծես թե ինքն է առաջամարտիկը, որ պատերազմը շարունակվի Ուկրաինայում։ Դրանի պատասխան Պուտինը անգամ ասաց, որ ուզում եմ հիշեցնել, թե ինչով ավարտվեցին նապոլեոնյան արշավանքները Ռուսաստան կամ ընդհանրապես նապոլեոնյան կամպանիան։ Ինչի է մեզ ամեն ինչը հարցնում, ինչու է Ֆրանսիան հենց այս դիրքորոշումը, այս ծայրահեղ ըստ դիրքորոշումը վերցել հարցում։ Ֆրանսիան գուզե թեր խաղալ իր Մակրոնի քաղաքականությունն է ընդհանրապես, այսինքն այդ նոր իրավիճակը կստեղծվի, որ Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան կգնան միասին համաձայնվել, որ պատերազմը դադրեցնե Ուկրաինայի մեջ, բայց գուզե Եվրոպան մաս կազմել այս ծրագրին։ Ուրեմն սևն է, այսինքն ցելու համար, որ մենք հոսենք։ Խաղակարտերն է բարձրացնում։ Մենք հոսենք, պատերազմը դեղի կունենա Եվրոպային, քրեթե Եվրոպայի մեջ, մենք ալ պետք է մասնակցենք ուրեմն այս բանակցություններուն։ Այսինքն սևն է ցույց տալու համար, որ Եվրոմիությունը գա եւ պետք է ինքնալ մաս կազմել։ Հիմա պայմանավորվեցին 800 միլիարդի օգնություն տրամադրել Ուկրաինային։ Օրինակ Ֆրանսիայի քաղաքացիների մեն աշտուկ բոլորի անունը չեք կարող խոսել, բայց վերջը այդ գումարները, որոնք որ գնում են, նաեւ գնում են ֆրանսիացի հարկատուների հաշվին, չէ՞։ Միջին վիճակագրական ֆրանսիացին, որի հարկերն են դրա արդյունքում բարձրանում, ծախսերն են բարձրանում, համաձայն է իրականության հետ։ Չեմ գորնա պատասխանել, շատ դժվար հարց մնա անշուշտ, գիտեք, որ Ֆրանսիայի մեջ այսօր քաղաքական իրավիճակը հստակ չէ, որ նախագահը չունի մեծամասնությունը պարլամանի մեջ, թե ազգային ժողովի մեջ, թե սենատի մեջ, ուրեմն համաձայնության կառավարությունը գա, գորնա ամեն օր ինալ, ուրեմն նպատակը այն է, որ դեպի մինչև 2027 դերեգունենան նոր ընդրություններ նախագահական, որտեղ Մակրոնը չի կարող այլևս չի կարող, երկու մանդատներով հրացրել չի կարող։ Իսկ կա այսպայն բան, ֆավորիտ էսպես ասեմ, որ երևում է։ Հիմա շատ անորոշ է վիճակը, շատ անորոշ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Փափազյան, ժամանակ գտնելու հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր Դաշնակցության բյուրոյի անդամ Ֆրանսիահայ Մուրադ Փափազյանը։